եկել են քննչական կոմիտեի ճանապարհը Հարվածությունը թեմի հարգելի հետևողներ նաև ուշադրություն եմ ուզում հրավիրել Նշեմ, որ հենց այս պահին իրականացում է ինքնաբուժություն Ակցիան իրականացնում եք ձեր խաղաղ, ոնց որ միջև նշված պահը իրականացնում եք, իրականացրեք նման ձևի։ Հասկանալի է, ճանապարհը բացում եք։ Խաղաղ, ամեն ինչը խաղաղ։ Հասկանալի է, ճանապարհը բացեք, ելի ձեր ակցիան իրականացվի։ Մենք խնդրում ենք դեղ վրազեցնեք դուք, որ իրանք շուտ դուրս գան։ Բայց քան ժողովրդի եկել ենք ստեղ պահանջելու։ Ոստիկանությունը փոխանցել է, մնացածը արդեն պատասխանը կտան ոստիկանությունը։ Դե մի սպասում ենք, մի քիչ վրազ, այս երկու ժամից ստե սպասում ենք, արձագանք չկա։ Մի խնդրում ենք արագացնել մի քիչ ընթացքը։ Ճանապարհ մի քիչ զգուշացնում ենք դուք։ Մենք պահանջել ենք, որ պետք է մեզ տեղեկացնեն, ինչ որոշում ենք կայացնել։ Մինչև որոշումը կայացնելը մենք կատարում ենք խաղաղ ակցիա։ Ասացինք, փոխանցվել է այդ ամեն ինչը, մնացածը արդեն պատասխանը կգա, ներսը։ Դե հիմա սպասում ենք, էլի։ Դե սպասում եք, ճանապարհը բացեք, պարոն Դանելյան։ Ճանապարհը բացեք, նոր։ Չէ, այստեղ ենք սպասել։ Այստեղ ենք սպասել։ Քիչնիկը բացեք, ահա։ Այսինքն կհայտնի այդպիսի պատրաստակամություն, նույն պահի ես վստահեցնում եմ, որ այս մասնակիցները ճանապարհը բացելու են։ Այս պայդրությամբ ճանապարհը փակելու նպատակը քննչական կոմիտեի այդ քննարկումները արագացնելն է եւ որևէ մեկին այստեղ իջեցնելու հարցերի պատասխան տալ։ Այն պահի, երբ որ Փիմացին եք խոսում, ստե մի հատ մեծ պատճառ կա։ Ոստիկանությունը այստեղ հասարակական կարգ ապահովում, հասկանալի է։ Այդ ամեն ինչը բարձ է։ Տապալել է, երբ որ այդ երեխուն 6 հոգով ծեծել են։ Եվ այդ հասարակական կարգը տապալելու համար ժողովուրդ հավաքվել է ու պահանջում են, որ պարզաբանում չտան ոստիկանների գործողությունը վստահությունի ներս ընչում։ Դրա համար այս ակցիան իրականացնում է։ Որովհետև ոստիկանների գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Դրա համար կարծիքն է, հասկանալի է։ 4 օր այն մարդուն, երբ որ խոշտանգվել է ոստիկանության կողմից, ոչ մեկ դեռ հենց ձերբակալված չի։ Դա փաստ է։ Ում հետ ենք բանը, Դավիթ, ում հետ ենք լավսելիս։ Ոստիկանները։ Ուրեմն ոստիկանության հարգելի ներկայացուցիչներ, դուք եք ծառայողներ։ Ես էլ փաստաբան եմ իրականացնում իմ մասնագիտական գործունեությունը, բայց այստեղ ես չեմ եկել ներկայացել որպես փաստաբան։ Տիգրանը կարծել է ինքը միայնակ է, ես ներկայացել եմ ցույց տալու համար, որ փաստաբան եմ իրականացնում իմ մասնագիտական գործունեությունը, բայց այստեղ ես չեմ եկել ներկայացել որպես փաստաբան։ Տիգրանը կարծել է ինքը միայնակ է, ես ներկայացել եմ ցույց տալու համար, որ Տիգրանը միայնակ չէ։ Միևնույն ժամանակ որպես փաստաբան, որպես, չգիտեմ, իրավաբան, որպես այդ մասնագիտությանը տիրապետող հարց ինձ միջև հիմա մի հարց է հուզում։ Ինչու միջև հիմա Պարզ չեն այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն 1, ինչու միջև հիմա նրանց նկատմամբ մեղադրանք չկա առաջադրված, եւ ինչու է միջև հիմա նրանք շարունակում պաշտոնավարել, այսինքն ինչու միջև հիմա նրանք ունեն հնարավորություն ոչնչացնելու խոշտանգման հետքերը։ Այդ նպատակով կներեք, այդ նպատակով մենք ստեղ հավաքվել ենք, սկզբում եթե նկատել եք ճանապարհ չենք փակել, սակայն ստանալով ոստիկանության ինչ որ ներկայացուցիչ կողմից պատասխան առայն, որ քննչական կոմիտեն քննարկում է ինչ որ մեկը իջնելու է այստեղ եւ մեր պատասխանները տա թե ոչ, նկատելով որ կես ժամ եւ անգամ 1 ժամ շարունակ ոչ մեկ հարց չի համարել իջնի եւ այսքան ժողովրդի առջեւ որևէ պատասխան տա կամ գոնե հարցնի ինչ է կատարվում, մենք ճանապարհը փակել ենք։ Հենց այս նույն ձևի նախաքննությունն են վարում։ Այ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերում են այժմ մեր նկատմամբ, նույն վերաբերմունքն է ցուցաբերում են նախաքննության վարույթում Տիգրանի նկատմամբ։ Այո, ընդամենը 5 րոպե առաջ դուք նման այդ հայտարարությունը արեցիք, որ մարդ իջնի։ Իշտեն քննչական կոմիտեից, ոչ թե 1 ժամ առաջ, առաջի հերթին։ Միջև հայտարարությունը կատարել մենք ոստիկաններից հետաքրքրվել ենք։ Ոստիկանները պատասխանել են, որ արդեն փոխանցված է, որ ինչ որ մեկը այդտեղ կանգնած էի, դուք մոտեցաք, ասեցիք, որ որևէ մեկ ներկայացուցիչ քննչական կոմիտեից պարզաբանում իրականացնի։ Մեկ էլ ասեցիք սպասեք, հեսա փոխանցեք, մնացածը ձեզ կասեք։ Ոչ թե 1 ժամ առաջ։ Դուք հիմարից հայտարարություն եք անում, որ 1 ժամ առաջ։ Ոչ, նմանատիպ բան չի եղել։ Լավ, 1 ժամա մարդիկ ստեղ հավաքված, քննչական կոմիտեին չի հետաքրքրում, ինչու են հավաքված, կամ այսօր իմացան, որ այստեղ հավաքա իրականացնում։ 4 օր ասա մամուլը սրանից։ 3 առավոտվանից ամբողջ մամուլը խոսում է նրա մասին, որ Տիգրան Ուլբաբյանի հարազատները, մասնավորապես այստեղ բոլոր հավաքվածները նրա հարազատներն են։
ուզում են հետաքրվել եւ իմանալ ինչ է կատարում։ Հիմա 1 ժամ արդեն հավաքի մասնակիցները այստեղ։ Ինչ որ մեկը պետք է իշնի պատասխան տա կամ չտա, չէ։ Իսկ եթե 5 րոպե առաջ եմ ասել, լավ, այնտեղից այստեղ իջնելի 5 չի 2 րոպե է։ Թող իջնի։ Փոխանցել ենք մնացածը արդեն էսա կասել։ Մենք սպասում ենք։ Հասկանալի է։ Մենք սպասում ենք։ Հիմա ճանապարհը փակելու։ Ճանապարհ մենք չենք փակել։ Տեսեք ինչ եմ ասում։ Տեսեք, ոսեք ինչ։ Հիմա ներկա բանի դուք սահմանափակել եք այլ քաղաքացիների տեղաշարժը։ Նախ լսեք ինչ եմ ասում։ Այստեղ ես կարծում եմ հանրության բավականաչափ մասնակիցներ կան եւ այստեղ ոչ թե հանրության այլ մասնակիցների տեղաշարժն ենք մենք սահմանափակում, այլ հանրային շահ ենք ներկայացնում։ Այ հիմա մենք հանրային շահ ենք ներկայացնում։ Հետեւաբար եկեք մասնավոր շահերի հետևից չընկնենք, ասենք ինչ որ մեկի տեղաշարժի ազատության իրավունքն ենք սահմանափակել, ինչ որ երթևեկություն ենք փակել կամ չփակել։ Այնտեղ հավաքվելու արդեն մարդիկ այնքան են շատացել, մի հատ խնդրում եմ դեպի ձախ նայեք եւ տեսնեք, որ մարդիկ այնքան են շատացել, որ նույնիսկ այնտեղ արդեն չեն տեղավորվում։ Մեր պահանջը հետեւյալն է, ուզում եք ճանապարհը բացեք, թող քննչական կոմիտեն ձեր պես մտածի այս ամեն ինչի մասին եւ ինչ որ մեկը իջնի 1 վայրկյան հետո ճանապարհը բացվելու է։ Իջնի 1 վայրկյան հետո փոխանցել եք մնացածը փոխանցել։ Հիմա մենք սպասում ենք պատասխանի։ Սպասում ենք պատասխանի։ 168 թեմի հարգելի հետևողներ, նշեմ, որ քննչական կոմիտեի մոտ ակցիայի մասնակիցները որոշեցին ինքնաբուխ ակցիա իրականացնել, փակել ճանապարհը պահանջով, որպեսզի քննչական կոմիտեից որևէ ներկայացուցիչ իջնի ներքև։ Բա ես էլ եմ էլի այդ ասում։ Ուրեմն 4 օրա 5 օրա բան չկա, չէ, հենց հետ է էլի։ 2 րոպե ճանապարհ փակվեց, ոստիկաններին դա հուզում, հա։ Տիգրան Ուլուբաբյանին բռնեցին ոստիկանության 6 ներկայացուցիչներ, ծեծեցին, ոստիկաններին դա չի։ 4 օրա սահմանմոլու դրանից։ Խի են հիմա։ Գործը տարի 6 ամիս է, ստեղ ոչ մի բան։